Բայրամում երեկո տարածվեց ամենուր 90-ականները նրա ստեղծագործական վերելքի տարիներն էին, նրա երգերն ամենուր էին հնչում, բայց հանկարծ նրա կյանքում կտրուկ շրջադարձ եղավ։ Դրանից հետո աչքիդ ամեն բան ուրիշ է թվում, պատմում է կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանը։ Ասում է մասնագիտական փառքից ծափերը դեռ չդադարած, քաղցկեղից թափեցնող հարվածը ստացա։ Երբեք մտքով չի անցնի, որ ինձ հետ դա կպատահի։ Հայտնվում եմ անճար, հազիվ եմ քայլում, երկու քայլ չեմ կարողանում քայլել հիվանդանոցում։ Այդ օրվանից նրա համար ամեն բան այլ արժեք է ստանում։ Ասում էի ուզում եմ վրանի մեջ ապրեմ։ Վրանի մեջ ապրեմ մի հատ անկյունում, չգիտեմ որտեղ, բայց ապրեմ։ Մի փոքր ինձ հաց տվեք, մի փոքր ջուր տվեք, բայց ապրեմ, բայց լինեմ։ Էդգար Գյանջումյանը միակը չէր, որ այսօր հիշեց իր պատմությունը։ Հորդանանի արքայադուստրը, քաղցկեղը հաղթահարած տղայի մայրն ու քաղցկեղի դեմ խոշորագույն կառույցի ղեկավարը ելույթը նույնպես սկսում է սեր քարոզելով։ Հիվանդության հաղթահարման ամենակարևոր բանաձևերն են համբերությունն ու սերը հիվանդի հանդեպ։ Մանիկին առաջին անգամ հենց այդ սերն է փրկել, իր սերը, իր հանդեպ սերը։ Մեկ բալիկ ուներ, մյուսն էլ ծնվելու էր, երբ իմացավ հիվանդության մասին։ Այս ամբողջ ճանապարհին ամենակարևորը դա հույսն է եւ հավատը, որ պետք է բուժվի հիվանդը։ Հիվանդությունը մեկ անգամ հաղթահարելուց հետո 3 տարի անց հիմա այն նորից գլուխ է բարձրացրել, բայց նորից է հաղթելու։ Հույսս չեմ կորցնում, որ ապրելու եմ, որովհետեւ ունեմ հրաշք բարիկներ, հրաշք ընտանիք, ամուսին, մայր, ընկերներ, բարեկամներ, որ չեմ ուզենա իրենց տխրեցնել։ Արքայադուստրը պատմում է, որ իրենց երկրում պայքարից բացի փորձում են նաև կանխել հիվանդությունը։ Ամենաառաջին գործողություններից մեկը, որ դուք պետք է անեք ձեր երկրում, ծխելու դեմ պայքարն է։ Քաղցկեղով հիվանդացության դեպքերի 40%-ի պատճառը ծխախոտն է։ Մենք բոլոր հնարավոր եղանակներով փորձեցինք այդ պայքարը ձևավորել եւ կիրառեցինք աշխարհում ամենաարդյունավետ եղանակներից մեկը։ Կառավարությունը մեր երկրի փաստացի մցրեց 15%-անոց ակցիզը։ Քաղցկեղը վարակիչ չէ, սերն է վարակիչ, արքայադստեր զեկույցն այսպես է կոչվում։ Երևի հենց այս սերն էր 13 տարի առաջ ուժ տվել Էդգար Գյանջումյանին։ Այդ ժամանակ նրա սերը կյանքի հանդեպ էր, հիմա արդեն ամուսնացել է, զավակներ ունի, որոնց ամեն օր սովորեցնում է պաշտպանել օրը, չապրելուց, չվայելելուց պաշտպանել ու ապրել։ Ռուզաննա Վարդերեսյան, Էդգար Դավթյան, օրակարգ։